Ես ուй, երևի դառը բաներ չասեմ, թե դառը ժամանակներով անցնում են, մի փոքր հատված բանաստեղծության այսպես։ Մորմոք չէ այլևս ոչ էլ ցավ, իմ երկիր ծխացող վերքը քո, արցունքից ողանջը խլացավ, շիկացավ արևիկ կրակով, դու հիմա պայծառ ես ավելի եւ հոգով զորավոր առավել, քեզ լույսի կավից են արարել ու փռել աշխարհի խավարին։ Ու թեև յուր հազար վերքեր են տրոփում հոգուտ մեջ արենական, բայց էլի հնչում են երկերը, շաչում են սրերը հաղթական, դեռ պիտի բոլորվեն ծայրից ծայր, հավատիդ անսպար լույսիկով, մորմոք չէ այլևս ոչ էլ ցավ, իմ երկիր ծխացող վերքը քո։ Անգամ մի քիչ ավելի քիչ մարդկանցով ենք ստեղ, բայց եւս մի անգամ կրկնված չեմ լինի, այսօրվան ունի նաեւ իր մեղավորը, խնդրեմ Տիկին Մխիթարյան, եթե հնարավոր է Անահիտ։ Մեղավորի անդամներ չեմ սիրում ստեղ, բայց վստահ եմ, որ մեղք չունեմ, երկու քաղաքապետերի երազանք պայացի ու կխոսեմ, այսօր առաջին օրը պայացի, դրա համար իրականացավ իմ երազանքը այսօր, ինչ ասեմ, երկու կողմից էլ ես ինքս Երևանից եմ, բայց մեր միությունը գրանցվել է Էջմիածնում եւ ես այնքան ուրախ եմ, որ իսկապես այդպես եղավ, որովհետեւ ծանոթացա մի քաղաքապետի հետ, որը շատ մոտիկ կապ ունի անմիջապես ոչ միայն մշակույթի հետ, բոլոր ինձ թվում է թե ոլորտների հետ։ Շնորհակալ եմ այդ ջերմ վերաբերմունքի համար, որ մշակույթը մանավանդ այսօր այնպիսի կարիք է զգում, որ իրենց կողքը ունենան մեկը, որ փոքրիկ գովասանքով, փոքրիկ վերաբերմունքով ինչ-որ ճանապարհ հարթի։ Եկանք հասանք ուրեմն Ալավերդի։ Ալավերդիում ծանոթացա ձեր քաղաքապետին, որը նորից շատ այնպես մոտիկ մշակույթին մարդ է, որը ձեր բախնել է բերել, ոչ միայն Էջմիածին քաղաքի, մեր այլև ձեր բախնել է բերել, որ այսպիսի քաղաքապետեր ունենք։ Ողջունում եմ ես երկու քաղաքապետերին, որոնք խոստացան եւ կատարեցին իրենց խոստումը։ Շատ խոստումներ են լինում, դուք շատ գիտեք այդ բոլորը, որովհետեւ երևի 100-ից մեկը կամ լինում է, թե կամ չի լինում։ Բայց այս երկու քաղաքապետերը այսօր խոստացան 3 ամիս առաջ էր, եթե չեմ սխալվում, թե մոտավորապես այդ օրը խոստացան եւ արդեն այո, երկու անգամ է դուք եկաք Էջմիածի, մենք եկանք Ալավերդի, ինձ թվում է դա երկու կողմներ շատ երջանիկ պիտի զգաք, շնորհավորում եմ, ողջունում եմ ձեզ ու ինչ ասեմ, միշտ Աստված կանչեք, որ ձեր գլխին այս քաղաքապետը ճշտախոս է ու մեծ որ ծանոթացրեցի, ասի իմ գոլեգանա եւ իմ խելքինա, ասում Աստված տա։ Ասում տենց էլ կա, հիմա դուք կհամագործակցեք մշակույթով, ասում հա, ու չի սպասում, ասում հիմա ասում երկու քաղաքներով գոնե նկարիչների մի ցուցահանդես, ասում քիչ չի լինի։ Հիմա երբ եք անում, ասում անեն կտեսնեք, հիմա արդեն են իրականությունը։ Դուք երջանիկ եք, ուրեմն բոլոր իրենց խոստումները լինելու են եւ ինձ թվում է թե դուք ամեն ինչ պիտի անեք, որ ձեր կողքին միշտ լինեն ձեր քաղաքապետերը այսօրվա։ Երկար, ապրեք երկար, բարգավաճեք երկու քաղաքապետերը ու ես է ձեր մեջտեղը կանգնած երազանք պայեցի։ Հիմա այս թռիչքը 10 մետր 60 սանտիմետր է։ Լայնությունը թերևս հա։ Ստեղից երեխեքը թռչում էին ներքև։ Հա չթռնես, ասմանլում է թռնել։ Ես չեմ թռել, բայց հաճի բխավին բխովել եմ կեկել բանը, ճարեցի գանդաս։ Շատ խորն է։ Ու ագի ժամանակ, արությունալի պատրաստում ասում, թռչող չկա։ Ազատուրը, Ստալինի արձանը մեկի ունեմ, չուզին անում։ Ազարը ամեն ինչ կարա։ Վաղով, իցեն է։
1900 Եթե թեմայում միակ ցուցահանդեսի Մի բան ավելացնեմ Կամուրջի անկախների մասի ճանապարհներ որ ցույց գնում են միջնադարյան ճանապարհը այն Պետք է գալու ազիվ Այսինքն այս դենտականության մեջ քաղաքի ներսի հատվածը լրիվ նոր է, նոր պատգատով, այսինքն գիծը հավաքել են, պատը մատվել են մի հատ, Սա շիբինով, տակը դզել են, այո, այս մի հատ գիծ Ստեղ սա անտար է, դա մատուշ, ծառել է, Են կապուտ ծուխը տես իջտման էվտեր Կարծում եմ կողոք Ես էլ վահի սանկած ես Գելու արևը չի ասել չորացնի, որ անի մեջ է, խոնավությունը դեռ մնում է։ Գել տպավորություն մամի այդ յուղը որ կա, տպավորություն, բայց այդ ներքևը դինն է, Այս նույն բանը ստե, խոնավությունից ստեղից քաշելը, ստեղից դուրս գալը դուրս չի տվել։ Այս մարմեուլից քարը։ Մարմեուլից են քարը Շատ լավ քարան, իր քարը։ Ամի խտությամբ, որակի բանով մշակվելու առումով լավ է։ Ահա, քարը տենց գրուպ է արել։ Փոշ են կարել, կատապշեր Բանում կար, 90 Thank you.